Մեծը ակտիվացել Զանգեզուրից է խոսում փոքր ռազմական արսենալն է համալրում։ Պակիստանի վարչապետ էր ընդունում անցած շաբաթ Էրդողանի ընկերակցությամբ։ Լաչինում օդանավակայան բացեց արդեն երրորդը իդեպ պատերազմից հետո։ Ավելի ուշ իմացանք, որ նա զենք է սպասում Պակիստանից։ Կործանիչների առաջին խմբականակը շուտով Բաքու կհասնի, հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթա Տարարը, հավելելով, որ ապագայում հնարավոր է դրանց համատեղ արտադրությունը։ JF-17 Thunder կործանիչ ռմբակոծիչը Պակիստանի եւ Չինաստանի համատեղ մշակած ռազմական օդանավ է։ Չինաստանի ռազմաօդային ուժերը եւս համալրված են այդ օդանավերով։ Դրանց ձեռքբերման մասին ադրբեջանցիները խոսում են դեռևս 2021 թվականից։ Պակիստանի վարչապետ Շարիֆն էլ Ալիևի հետ համատեղ ասուլիսում խոսեց Պակիստանում $2 միլիարդ ադրբեջանական ներդրումային ծրագրերի ու դրանց առնչվող համաձայնագրերի մասին։ Մարտ, ապրիլ, մայիս ամիսներին ընդհանուր առմամբ Ադրբեջանը կազմակերպել է մոտ 20, այսինքն 2 տասնյակ անհատական եւ համատեղ զորավարժություններ, ընդ որում զորավարժություններ կազմակերպել են համատեղ հիմնականում թուրքական կողմի հետ, բայց ոչ միայն, նաեւ Պակիստանի հետ են կազմակերպվել, վերջերս նույնիսկ իրանական կողմի հետ զորավարժություններ տեղի ունեցել։ Ուստի Ադրբեջանը ակտիվորեն մարզումների եւ արժանքների մեջ այդ տեսանկյունից, որը եւս մեկ անգամ գալիս է փաստելու, որ իրենք շատ ավելի հեռահար նպատակներ ունեն։ Շարիֆը հրճվանքով իր հիացմունքի մասին էլ հայտնեց, թե ինչպես է Ալիևը Արցախում մեջբերեմ խաղաղություն հաստատել։ Շարիֆը գիտի, թե ինչ խաղաղության մասին է խոսում, ինչ եղանակով է այդ խաղաղություն կոչվածին Ալիևը հասել։ Շարիֆը գիտի, որ մինչև Արցախի հայաթափումը Ալիևը նույն Լաչինի բարձունքից ուղիղ սպառնում էր հայերին, հիշեցնում, որ այդ բարձունքից երևում են հայկական գյուղերը։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը եւ հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։ Սրանք են մեր պայմանները եւ այդ պայմանների մասին ես հայտարարում եմ այստեղ Լաչին քաղաքում։ Թող չմոռանան, որ այստեղից նաեւ երևում են Հայաստանի գյուղերը։ Հիմա Էրդողանն Ալիևից առաջ է Զանգեզուր կոչվածի մասին բարձրաձայնում իր ակնկալիքներից խոսում։ Բառացի ասած, Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թուրքական աշխարհ Թուրքիայի միջոցով։ Այս անցուղու կարճ ժամանակում բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքները։ Էրդողանի համոզմունքն է եւ այստեղ նա հայացքը Իրանին է ուղղել։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը։ Զանգեզուրի միջանց կոչվող տերմինաբանությունը վերջին շրջանում ամենից ակտիվ է հենց թուրքական կողմն է օգտագործում։ Այդ հարցի հետ կապված ադրբեջանական ու թուրքական կողմերը ունեն ռազմական սցենար, ուղղակի այն դրված է դարակում, որպեսզի իրենց կարծիքով համապատասխան պահի կարողանան գործարկել։ Բաքվի սիրտը անխոչնդոտ առանց մաքսային հսկողության դեպի Նախիջևան ճանապարհ է ուզում։ Երևանը ինքնիշխանության մասին է խոսում, մերժում միջանցքի տարբերակը։ Հոգ չէ, թե Էրդողանն ու Ալիևը որ դարակում ինչ են դասավորում։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։